Վերջին տարիներին Երևանում տեղադրվեցին մի շարք արձաններ, որոնցից շատերը սակայն հայ հանրության կողմից միանշանակ չընդունվեցին։ Ի հայտ եկան տարակարծություններ, որոնք վերաբերում էին քանդակների տեղադրման վայրին, դրանց գեղարվեստական արժեքին, մեր ժամանակների հետ տրամաբանական կապին։ Հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանն օրինակ, որը տեղադրվեց Երևանի Խաչքարերի պուրակում, բազմիցս քննադատվեց մասնագետների եւ սովորական քաղաքացիների կողմից։ Ոմանք զավեշտալի համարեցին այն հանգամանքը, որ Գարեգին Նժդեհի հրապարակում փոխանակ տեղադրվեր հենց Նժդեհի քանդակը, վեր է խոյանում Սուրեն Սպանդարյանի հուշարձանը։ Իդեպ տարիներ առաջ, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունենում Նժդեհի հրապարակում, նայելով Սպանդարյանի արձանին եւ ենթադրելով, որ դա Նժդեհն է, բոլշևիկ Սպանդարյանին շփոթեց ՀՀԿ կուսակցության գաղափարական հոր հետ, իր խոսքում օգտագործելով հետեւյալ նախադասությունը. «Ահա, մենք կանգնած ենք Նժդեհի արձանի մոտ»։ Արձանը, ասենք, ինձ կարող է դուր չգալ եւ ինձ դուր չի գալիս։ Մասնագիտական առումով տարբեր բաներ են խոսում, որ կարծես թե Ռուսաստաններում միտեղ դրված Պետրոս առաջինի արձանի նմանակումն է եւ այլն, բայց խնդիրը դա չի։ Խնդիրը այն է, որ հայեցակարգը չկա։ Այսինքն արձանը դրվում է, այսպես ասած, ճակերտավոր հայեցակարգով, մի հատ արձան դնենք, կարծում եմ այսպես։ Ու ասենք գաղափարաբանական առումով, տեղանքի առումով, միջավայրի առումով, արձանը վրիպում է կամ չի վրիպում, ավելի շատ ավելի հաճախ վրիպում է, քան չի վրիպում։ Իմ կարծիքով արձանը որպես այդպեսին պիտի ինքը իրենից այնքան հզոր լինի, որ համապատասխանի, միջավայրը իրեն համապատասխանեցնի։ Հիմա երկրորդ տարբերակն էլ այն է, որ միջավայրը դու հասկանաս եւ ստեղծես արձան եւ ինքը ինչ-որ բան ասի կոնցեպտուալ առումով։ Հիմա մենք այստեղ ինչ ունենք։ Մենք ունենք Գարեգին Նժդեհի հրապարակ, որը Սուրեն Սպանդարյանի նախկին հրապարակն է։ Գարեգին Նժդեհի հրապարակում դրված է Սուրեն Սպանդարյանի արձանը, բոլորը կարծում են, որ դա Գարեգին Նժդեհի արձանն է, իսկ այստեղ Հանրապետության հրապարակի հարևանությամբ մենք ունենք Գարեգին Նժդեհի արձանը, որը նման չէ Գարեգին Նժդեհին, կարծում եմ։ Համենայն դեպս ստերեոտիպային պատկերացումներին, բազմաթիվ նկարներին, տարբեր տարիքի Նժդեհի, որ ես եմ հանդիպել, պատմության մասին կարդալիս, Նժդեհի մասին կարդալիս, այս արձանը չի համապատասխանում։ Երևանցիների քննադատության թիրախում հայտնվեց նաև Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում բացված խորհրդային միության հերոս ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազած Բաբաջանյանի արձանը։ Մոտ 3 մետրանոց բրոնզե քանդակը, որի հեղինակը Համլետ Մատինյանն է, ոմանց հիշեցրեց օրենքով գողի մահարձանի։ Ես չեմ ուզում խորանալ, ասենք, ինչ-որ նրա արժեքի եւ ընդհանրապես ասենք գեղագիտական, ասենք, ազդեցությանը, բայց կարող եմ ասել, որ իր ժամանակի շունչն է, այսինքն ինչ է նա արտահայտում, այսպես որ նայում ենք, բացի սարսափից ու վախից ոչ մի ուրիշ բան։ Այսինքն մեր ժամանակի ամենակարևորագույն ուրեմն իշխող այդ որակներն է, այնպես որ զարմանալ պետք չի։ Գիտեք, ես ասեմ, որ մեր ավակ սերունդը շատ լավ հիշում է մոնումենտում Ստալինի արձանը, նույնպես դա վախ էր առաջացնում եւ ոչ մի ուրիշ բան։ Ուրեմն մեզ մոտ եթե դուք մի քիչ հետևեք գերեզմանը տներում, թե ինչ արձաններ կան, դուք կհասկանաք, որ այդ վիճակը այսպես նստած իշխող թագավորական, թագավոր ախպեր եւ այլն, այսպիսի մի վիճակ է, հասկանում եք, իշխող տարբերակը այդպիսին է։ Մենք ուրիշ տարբերակ չունենք եւ ճաշակն էլ այդպիսին է։ Ճաշակը թելադրում է հենց նման բան։ Նոր վարչական շրջանում բացված լրագրողի արձանն էլ քաղաքացիներին բավականաչափ հաջող չթվաց։ Արցախյան հերոսամարտում մասնագիտական պարտականությունները կատարած, ինչպես նաև ներկայումս այդ մասնագիտության պատիվը բարձր պահող լրագրողներին նվիրված քանդակը, որի հեղինակը Ալբերտ Սոխիկյանն է, համոզիչ չէր ոչ միայն լրագրողների համար։ Գտնվեցին մարդիկ, որոնք արձանն անգամ ասոցացրին Շերլոք Հոլմսի հետ։ Սուտ է այս արձանը, չեմ հավատում։ Դե ով որ եղել է Եվրոպայի մի քանի քաղաքներում, գիտի, որ սա թխած է, այս լուծումը թխած է։ Կարծում եմ կարող է հենց այս ամեն ինչն է թխած, որովհետև սա այն հին ապարատներից է հիշեցնում Ֆեդ եւ երևի թե մեկը մեկի թխած է, կարող է անգամ գծագրերն են ունեցել, դες դրե թխել են։ Եթե չէ, ապա տաղանդը չի երիկել, գոնե թխելուց մի բան էլ ավելացնի, որ այդ թխվածքը կարողանա ինչ-որ ձևով հայկական գաթա հիշեցնի։
Այս են մարդիկ են, որոնց ասում ես անգրագետ, իրանք ասում են, որ տառերը գիտեն։ Մայրաքաղաքի բնակիչների անմիջական թիրախում հայտնվեցին նաև հայ մեծերի՝ Մհեր Մկրտչյանի, Պարույր Սևակի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի եւ այլոց կավե արձանները, որոնց հեղինակը Սուրեն Մելքոնյանն է։ Բանն այն է, որ քանդակները պարբերաբար ենթարկվում էին վանդալիզմի կամ էլ դրանք այնքան փխրուն էին, որ պարզապես չէին դիմակայում կլիմայական փոփոխություններին։ Բացի այդ, մասնագետների կողմից համատարած քննադատություններ էին հնչում արձանների գեղարվեստական նկարագրի առնչությամբ։ Քաղաքապետարանի ծրագիրը անակնկալ մատուցել երևանցիներին, ստեղծելով մայրաքաղաքի երբեմնի մթնոլորտը, տապալվեց։ Համատարած քննադատությունների ֆոնին կառույցը հայտարարեց, որ արձանների ներկայությունը մայրաքաղաքում կրում է ժամանակավոր բնույթ եւ որ դրանցից յուրաքանչյուրն իր տեղը կգտնի համապատասխան տուն-թանգարանում։ Սասունցի Դավթի արձան ունեցող քաղաքում բերել դնել չինական սպառման ապրանքների նման գիպսե արձաններ առնվազն տարօրինակ է եւ հասարակության առաջին արձագանքը ընդգծված բացասական էր, նույնիսկ հիշում ենք, որ դրանք այնքան փխրուն էին, ճակերտավոր, որ 1-2 հետո մեկի թևը չկար, մեկի ոտքը եւ այլն անդադար նորոգում էին։ Կամ գայի այստեղ նստած էր նստարանին Ավետիք Իսահակյանը։ Եթե այդ Իսահակյանը լիներ նման մեր ազգային մեծ բանաստեղծ Իսահակյանին, այդ ամեն հանդիպումը տոն պիտի դառնար մեզ համար, հոգու տոն, պիտի մեր մեջ տողեր արթնանային Իսահակյանից, բայց Իսահակյանը ազդեցություն չէր թողնում, որովհետև իսկապես նման էր այն արձանիկներին, որ էժանագին արձանիկներին, որ վաճառում են ամենուր։ Անակնկալ կլիներ, եթե մենք քայլեինք ու Շիրազի կամ Չարենցի օրինակ տուն-թանգարանի դիմաց տեսնեինք գեղարվեստորեն բարձր կատարմամբ Չարենցին, բայց մենք դա չտեսանք եւ ուղղակի պիտի բնորոշեմ, ուղղակի անճաշակ են եւ փչացնում են Երևանի դեմքը։ Որքան էլ քաղաքապետարանի ներկայացուցիչները պնդեն, որ նպատակ ունեն Երևանում իրենց ձևակերպմամբ կոլորիտային արձաններ տեղադրելով դարձնել դրանք մեր առօրյայի մի մասնիկը, միևնույն է, այդ ամենն առանց բավականաչափ գումարներ ծախսելու եւ ակյալ մասնագետների դիմելու չի ստացվի։